Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր շատ համեղ ապուր եմ ներկայացնում, վիտամիններով հարուստ թեթև շամպինյոն սնկով ապուր։ Կարծում եմ տեսքը ախորժալի է, դե սա իմ տարբերակն է։ Սիրելիներս, վերցրել եմ ամենամանր սունկը, էլ կեղևը չեմ մաքրել, միանգամից լավ լվացել եմ գոլ ջրով և կտրատում եմ, պետք է լինեն մանր կտորներով, շատ քիչ ջուր ենք ավելացնում, որովհետև սունկն իրենից ջուր է արտադրում։ Այլ տապակի կամ կաթսայի մեջ մի կտոր կարագ ենք դնում, կտրատում ենք սոխը, ձեր ցանկացած տարբերակով և պետք է սոխեռած պատրաստենք, մինչև սոխը կտապակվի, կտրատում եմ կարտոֆիլը։ Կարտոֆիլը պետք է լինի մանր կտորներով, որպեսզի շուտ եփվի և հետո համահունչ լինի սնկի կտորների հետ։ Սոխը տապակվեց, այստեղ արդեն սունկը եփվել է, ավելացնեմ հիմա մի փոքր աղ, որպեսզի իր մեջ առնի աղի համը և սոխեռածի վրա ավելացնում ենք ջուր, այստեղ մեկ բաժակ ջուր եմ ավելացնում, ավելացնում եմ կարտոֆիլը կտրատած, խառնում ենք, կափարիչը փակում ենք և թողնում ենք 7 րոպեի չափով եփվելու։ Ահա սիրելիներս, տեսեք ինչպես է եփվել, կարտոֆիլը ամբողջությամբ փխլվել է, ավելացնում ենք սնկի արգանակից, ավելացնում ենք սունկը, կտրատած համեմ, կանաչ սոխ, մի լավ խառնում ենք, կափարիչը փակում, թողնում ենք նորից եփի 5 րոպե, կնայեք, եթե արգանակը ձեզ համար քիչ է, կավելացնեք մի փոքր սնկի արգանակից։ Խառնված բաղադրիչներով եփվել է 7 րոպե, ավելացնում ենք աղը և հարած ձուն։ Ձուն ավելացնելուց հետո արագ չենք խառնում, տեղ-տեղ ենք խառնում մի փոքր շարժումներով, որպեսզի շատ ձուն չտարածվի, դե սա իմ նախընտրած տարբերակն է, ինչպես դուք կցանկանաք, այդպես էլ կկոտրեք ձուն։ Ահա սիրելիներս, ապուրը պատրաստ է, շատ համեղ է, ի դեպ ասեմ, կարող եք արգանակին մի փոքր ալյուր խառնել, մեկ ճաշի գդալի չափով, որպեսզի ավելի թանձր լինի, բայց քանի որ մեր տանը չեն սիրում այդ տարբերակը, ես ալյուր չխառնեցի։ Եվ հետո կարող եք կանաչին ավելացնել անջատելուց հետո, երբ արդեն կրակն անջատում եք, ավելացնեք կանաչին, մեր տանը երբ ապուրները անջատելուց հետո եմ կանաչին ավելացնում, այդպես չեն հավանում, այդ պատճառով ավելացրեցի կանաչին, մի փոքր եփվեց, հետո նոր անջատեցի ապուրը։ Սիրելիներս, շատ համեղ է ստացվում, շատ, մանավանդ գարնանը նոր կարտոֆիլով, կարող եք բաղադրատոմսը ձեր մոտ պահել, որպեսզի գարնանը, երբ արդեն դաշտի սունկն է աճում, նոր կարտոֆիլն է շուկա գալիս, հենց այդ ժամանակ էլ պատրաստեք ու համտեսեք, շատ համեղ է ստացվում։ Իսկ եթե չեք պահպանել, կարող եք մտնել իմ ալիք, սեղմել playlist բաժինը և էնտեղ գտնել ապուրը։